Ժորժան, ինչի պետք է ազգային ժողովի падգամավորը լինի անձեռնամխելի։ Ընդհանրապես ինչ է նշանակում անձեռնամխելի լինելը։ Օրինակ, падգամավորը այդ ինչ է անում ու ինչ պետք է անի, որ ինքը պետք է անձեռնամխելի լինի, առավել լինի, քան այն քաղաքացիները ու հայ ժողովուրդը, որոնց շնորհիվ իրանք այնտեղ են գտնվում, այսինքն քաղաքացու քվեով են այնտեղ գտնվում, եւ պետք է ծառայեն ժողովրդին, եւ պետք է ծառայեն քաղաքացուն։ Այդ ինչի պետք է իրանք ավելի առավել լինեն քաղաքացուց, որին իրանք պետքա ծառայեն։ Ինչ է նշանակում անձեռնամխելի ու առհասարակ գտնվելով այնտեղ, իրանք աշխատավարձ են ստանում, որովհետև քաղաքացիները մարդիկ աշխատում են ու հարկ են վճարում։ Այդ անձեռնամխելիությունը պետքա չեղյալ հայտարարել ու առհասարակ падգամավորը դա ժողովրդի ծառան է։ Падգամավորը պետքա ծառայի ժողովրդին եւ անձեռնամխելի պետքա չլինի, այլ հակառակը լինի թափանցիկ, բաց եւ հավասար այն բոլոր մարդկանց, ում ինքը ծառայում է, այսինքն հայ ժողովրդին։ Այդ նախաձեռնությունն է որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանս եւ մեր քաղաքական թիմը առաջ ենք տանելու եւ այո հասնելու ենք նրան, որ որևէ падգամավոր ու առհասարակ որևէ պաշտոնյա չի կարող լինել առավել, քան այն ժողովուրդը, որին իրենք ծառայում են։ Դուք ինչ եք կարծում, Ժորժ ջան, գրեք մեկնաբանություններում